Պարոն Միքայելյան, եւ տեսեք միամտություն չի, որ ասում ենք թուրքերը ուզում են վիլայետ ունենալ, ինչ վիլայեթի մասին է խոսքը։ Հենց այդ ձեր փաստարկներից եթե ելնենք եւ շատ լավ հասկանալով ճիշտ ասեցիք, որ մեր ինքնությունը կարող է մի օր արթնանալ եւ դա տեսել են իրենք, եւ եթե այստեղ ինչ որ հայկական ինչ որ միավորում լինի, վաղը կարող է քիչ թե շատ նպաստավոր պայմաններ եւ հայերը նորից ոտքի կգնեն, հետեւաբար ինչ ինքնության, ինչ վիլայեթի մասին է խոսքը, կամ այս տարածքում հայերը մնան, այս անգամ թուրքերը վերջնական են լուծելու մեր հարցերը։ Չպիտի լինի այստեղ հայ։ Դե ամեն ինչը կախված է պայմաններից, բարձր է որ իրանք կիրացնեն առավելագույնը, ինչին հնարավորություն ունեն։ Տեսեք, Արցախի օրինակը կարող ենք դիտարկել որպես մոդելային մի կողմից, այսինքն ցանկացած ոքով խոսում է, որ մենք խաղաղության ենք հասնում, հիմար եք հարա, այս արցախցիները մինչև հիմա անտուն են, հա? Այս նենց չի, էդի 1920 թվականին է եղել ոնց որ կարծում։ Սա նոր սաղի սաճկիր առաջ է եղել։ Եվ Սումգայիթն էլ հեռու չի, Բաքուն էլ հեռու չէր, Կիրովաբադն հեռու չի, Արցախը առավել ոչ մեկը չի պատժվել, հա։ Եվ այսպիսով, այս ամեն ինչը հաշվի առնելով հասկանում ենք, որ որևէ խաղաղության գործընթաց տեղի չի ունենում, ուղղակի տեղի ունենում թոս փչելը, բայց մյուս կողմից Ադրբեջանն էլ դիտարկում է, որ կա օրինակ Իրանի Իսլամական Հանրապետություն, որ կա օրինակ նույն Թրամփը, որը այս պայդությամբ ոնց որ միջնորդություն անում, նույն ամեն դեպքում Ռուսաստանը, որը այս պայդությամբ Ուկրաինայով զբաղված, բայց ամեն դեպքում չի ցանկանում, որ Ադրբեջանը այս տարածաշրջանին տիրի, եւ այլ ուժերը, եւ այսպիսով Ադրբեջանը զգուշավոր է խաղում։ Եթե ինքը տեսնի, որ ունի հնարավորություն, ապա ինքը հարձակվելու է։ Հիմա եւ որևէ պայմանագիր, նույնիսկ եթե լավագույն պայմանագիր կնքվել է, ինչը որ խոսում են, այ կկնքենք, թեկուզ կնքենք։ Ադրբեջանը ինչ չի խախտել ոչ մի պայմանագիր։ Այսպիսով Իրանը քանի պայմանագիր կնքեց, պայմանագիրը հետ վերցրեցին, քանի բանակցությունների գնաց, այդ էլ իր հերթին, այդ էլ Ամերիկան, Ադրբեջանը ընդհանրապես Հայաստանի հետ ոչ մի բան չի պայելու, ստեղ հարցը ուրիշ է։ Այս պայդրությամբ կարևորագույն գործոնը դա ժամանակի գործոնն է։ Ողջ աշխարհը խաղում է ժամանակի վրա կամ ժամանակի դեմ։ Եվ Փաշինյանը ինչ է անում։ Մենք կորցնում ենք ժամանակը, դա ամենամեծ արժեքը այս պայդրությամբ, դա փող չի, այլ ժամանակն է այս պայդրությամբ ամենամեծ արժեքը։ Ու մենք դա ենք կորցնում, թուրքերին դրա համար էլ պետք է որպեսզի Փաշինյանը պահպանվի իշխանության մեջ, ինչը որ Հական Ֆիդանը ասել է, որ այո, ինքը լավ գործ է անում։ Ինչ ասել է կորցնում ենք ժամանակը, այսինքն իրենք շարունակում են զինվել։ Այո։ Շարունակում են, այո։ Դու չես օգտագործում պաշտպանելու, բանակը, պաշտպանական ոչինչ չկա, կերակրում է ժողովրդին։ Խաղաղության մի հատ ինչ որ բան փողոցից վերածել։ Կարելի է ասել պատրանքների մի մեծ դաշտ է ստեղծում մեր երկրի քաղաքացիների համար, խաղաղության պատրանքի, եւ երբ վտանգը գա իսկապես աշխարհակաղակական նոր իրողություններով Ադրբեջանը փորձի հարձակվել, մենք անպատրաստ ենք։ Մենք անպատրաստ ենք, այո, միանշանակ ու դրան գումարած, տեսեք, այսինքն առաջնագծի ենթակառուցվածքների վիճակը ով որ վերջերս ծառայել է թեկուս մի ամսով կամ եւ այլն բոլորը կարող են վկայել ինչ վիճակը է այդտեղ։ Հետո Ադրբեջանը մեզ իջեցրեց ոնց որ բարձրագույն դիրքերից, հա, գերիշխող դիրքերից 600 մետր ներքև ենք, այսինքն մենք հիմա տեսանելի ենք իրենց համար։ Այո, հետո նոր զինամթերքի քաղաքականությունը adekvat չկա ու պլյուս օբյեկտիվ դժվարություններ կան մատակարարելու։ Հետո մեծ հաշով, խոշոր հաշով, ապազինման քաղաքականություն ավարվում, թեկուզ այս տարվա բյուջեն ռազմական դիտարկենք 17%-ով իջնում է ռազմական բյուջեն, նախորդ տարվա համեմատ Ադրբեջանինը 4%-ով աճում է։ Եվ այսպիսով Հայաստանի ռազմական բյուջեն իջնում է $300 միլիոն, ավելի ճիշտ Հայաստանի, իսկ Ադրբեջանինը աճում է $200 միլիոն։ Դելտան մենակ մի տարվա համար $500 միլիոն է։ Այսինքն ինչին ենք մենք պատրաստում, ինչին են ադրբեջանցիները պատրաստվում։ Հա, ստեղ տեսնում ենք տարբերությունը եւ այսպիսով այստեղ կա խնդիր։ Մենք պետք է ուղղակի գիտակցենք, որ ժամանակ ենք կորցնում եւ շատ մեծ վտանգներ են, բայց մյուս կողմից մեր հակառակորդները մեզնից ավելի լավ գիտեն մեր ուժը։ Եվ մեր ուժը ոչ միայն նրանում է, որ մենք, այսպես ասած, ուժեղ ազգ ենք, որի պոտենցիալ մենք ունենք, այլ նաեւ նրա մեջ, որ լիքը երկիր կա եւ լիքը ուժ կա այս աշխարհում, որոնք չեն ուզում, որ պանթուրանական նախագիծը իրականացվի։ Իսկ իրենց շահից ելնելով, այո, քեզ օժանդակել, քեզ ասելու նկատի։ Այո, պատրաստ են օժանդակել։ Եվ այդ երկրները շատ են, օրինակ ոչ ամենափոքր երկիր թվարկեմ Հնդկաստան, հա, օրինակ։ Եվ հիմա Ադրբեջանը սկսել է հակահնդկական Չինաստանի հետ շատ դժվար է լինելու աշխատել, որովհետև երբ Չինաստանը
բաց ձեռքով եկավ գրկեց Փաշինյանին, ասեց արի, կանչեցին, կազմակերպեցին այցը, առաջարկեցին լուրջ նախագիծ զարգացնել հարաբերություններ եւ այլն, Փաշինյանը ոչ մի բան չարեց, իսկ հետո անդամակցեց այդ այսպես կոչված կրոնական ազատության կազմակերպություն, որը հակաչինական ուղղվածություն ունի, եւ դրանից հետո Ադրբեջանի հետ Չինաստանը սկսեց հարաբերություններ զարգացնել։ Չինաստանը շահագրգռված է, որ չլինի այդ թուրանական դրամը։ Համաձայն եմ, բայց դա տեսականորեն, որովհետև մենք հիմա Չինաստանի հետ հարաբերությունների հնարավորությունը զգալիորեն կորցրել ենք, բայց ամեն դեպքում այո Չինաստանի հետ աշխատելու տեղ կա։ Այդպիսի պետությունները շատ են։ Օրինակ մեր հարևան Իրանը ո՞նց է գնահատում։ Դե միանշանակ դեմ է, բայց Իրանը հիմա իհարկե շատ ուրիշ անելիքներ ունի։ Բայց այնպես չի, որ մենք ուղղակի ժամանակ ենք կորցնում, որ ինքը ոչինչ չի անում։ Հիմա մի քանի բան նշեցիք, բայց տեսեք, ինչ հաջողված կերպով 8 տարի շարունակ հակառուսական տրամադրություններ։ Այն հիմա որ այսպեսի հայտարարություն է անում ԿԳԲ-ի, չգիտեմ ինչ է, դու կարծում եք այդ կառույցը նկատի ունի, մերն է, այդ ամեն ինչը արվում է հակառուսական տրամադրություններ առաջ բերելու։ Այո, միանշանակ, ուրեմն նախ ԿԳԲ-ն, եթե ինչ-որ մեկը տեղյակ չի, 1991 թվականից գոյություն չունի։ Հիմա կոնկրետ իրադարձությունների հետ կապված, տեսեք, Եվրամիությունը հիմա կառուցում է այսպես ասած բարիերը, հակառուսական բարիերը, որը Եվրամիությունը ու Ռուսաստանը տարանջատում է իրարից։ Եվ այդ բարիերը ընդգրկում է իր մեջ հետխորհրդային պետություններ հիմնականում եւ փորձում է մի քանի նաեւ Եվրամիության անդամ պետություններ գրավել այդտեղ։ Եվ շատ մեծ փորձ կա իհարկե Վրաստանը այդտեղ ընդգրկել, բայց Վրաստանը հրաժարվել է դրա մեջ մասնակցելուց, դրա համար փորձում են Վրաստանի իշխանությունը գցել։ Հայաստանը միանշանակ այդ տրամաբանության մեջ են դիտարկում, նույն կերպ Ադրբեջանը իհարկե, զգալիորեն նաև Թուրքիան, չնայած Թուրքիան սեփական խաղ նախաղում ու վերջում գցելու է Եվրամիությանը, ինչպես որ բոլորին, եւ նաև իհարկե Ուկրաինան, որը ամենագործող խաղացողը է այդտեղ, փորձել է նաև Բելարուսը այդտեղ ընդգրկել, բայց 20 թվականին չի ստացվել, եւ հիմա էլ ճնշում կա Բելարուսին նկատմամբ, եւ Բալտյան երկրներ, գումարենք նաև Ֆինլանդիան։ Հիմա Հայաստանի դերը այստեղ շատ կարեւոր է, որովհետեւ եթե օրինակ Հայաստանը ամբողջությամբ գնաց այդ արևմտյան եւ տրամաբանորեն արդեն արևելք-արևմուտք միջանցքի տրամաբանության մեջ, այսինքն Թուրքիային ենթարկվի, որովհետև արևմուտքը անմիջապես տեղ չի գալու, ով էլ սպասի, որ արևմտյան նշանակում է, որ մենք Եվրամիության ու Ամերիկայի հետ աշխատելու ենք, չէ, արևմտյան ինտեգրացիան տվյալ դեպքում պարզավոր լինելու է Թուրքերի հետ եւ ըստ այդմ դա լինելու է հակառուսական, բայց այդ պարագայում Ռուսաստանը ոտ չի ունենալու դնելու այս տարածաշրջանում, Ռուսաստանը տարանջատվելու է արդեն Իրանից եւ մյուս կողմից Վրաստանում իշխանության վրա ճնշումը էականորեն աճելու է։ Ու Փաշինյանը դրա մասին էլ խոսաց, ինքը ասաց, որ մեր եվրոպական ինտեգրման ամենամեծ խոչընդոտը Վրաստանի ու Եվրամիության երկխոսության բացակայությունն է։ Ու իրականում ինքը ճիշտ է, բայց նույնն էլ հակառակն է, այսինքն եթե օրինակ Վրաստանը հիմա ինքնիշխանական քաղաքականություն է վարում, ապա այդ բրյուսելյան միավորումը ուզում է ստիպել Վրաստանին նաև Հայաստանի միջոցով եւ եթե հիմա օրինակ Փաշինյանը հաղթի, դա իհարկե աշխարհաքաղաքական զգալիորեն փոփոխություն է բերելու, բոլորը դա գիտակցում են աշխարհաքաղաքական մակարդակում եւ այսպիսով այստեղ Հայաստանի տարածքում եւ Հայաստանի քաղաքականությամբ որոշում են բավականին մեծ աշխարհաքաղաքական հարցեր։ Այդ թվում լինելու է թե ոչ մեծ պանթուրանական միավորում, որովհետեւ Հայաստանը գլխավոր խոչընդոտն է պանթուրանիզմի։ Իհարկե Իրանը կարող ենք ասել ամենագործող խոչընդոտն է, բայց Հայաստանը որպես տարածք, որպես Էրդողանը չթաքցրեց, բաց խոսեց դրա մասին։ Դրա մասին նաեւ Ալիևը խոսեց ժամանակին եւ այլն։ Այո։